Գիտեմ, ստեղ տոտալ տերոր է տիրում, բայց քանի որ դուք ստեղ եք, վստահ եմ այդ տերորից չեք վախենում, առաջ եկեք։ Ողջույն ձեզ սիրելի եղեգնաձորցիներ, ողջույն սիրելի Վայոց ձորի բնակիչներ, այսօր Հայաստան դաշինքի անունից ուրախ եմ ձեզ ողջունելու և շնորհակալություն հայտնելու հյուրընկալելու համար Հայաստան դաշինքին վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Սիրելի եղեգնաձորցիներ, մենք շատ լավ տիրապետում ենք, գիտենք, թե Հայաստանի որ մարզում, որ քաղաքում, որ գյուղում ինչ է կատարվում, ինչ մթնոլորտ է, մարդկանց ինչպես են փորձում համոզել, խաբել, երբ որ խաբել կամ համոզել չի լինում, սկսում են ահաբեկել, սկսում են վախեցնել, ամեն ինչ լավ գիտենք։ Ես գիտեմ, այս մարզում մի քանի տենց իրանց մոմենտով խառոշիներ կան, իրանց տենց խառոշի տեղ են դրել, հարցեր են որոշում, մարդկանց գործից են ազատում, ինչ-որ նկատողություններ են անում, այդ մարդկանց մեջ նաև իմ ընկերներից են, ովքեր որ ընդամենը մեկ տարի առաջ շինծ ու կեղծ մեղադրանքներով շուրջ 14 հոգի ու 2 կին կալանավորվեցին, հիշում եք, հիմա այդ 14-ն էլ այդտեղ ներկա են, իրենք էլ, իրենց ընտանիքներն էլ, բայց չբավարարվեցին այդ մարդկանց կալանավորելով, բանտարկելով, հիմա սկսել են այդ մարդկանց հարազատներին, բարեկամներին վախեցնել։ Ես ձեզ ասում եմ, ժողովուրդ ջան, ամենա լավ տղերքը, ամենախառոշի տղերքը մարդու մեծությունը, հզորությունը, ուժը, ոչ թե գրպանի պարունակության կամ այդ պահին զբաղեցրած աթոռի մեջ է, այլ սկզբունքայնության, համարձակության, սեփական տեսակին, եսին, ազգին, նվիրվածության եւ այդ նվիրվածության համար պատրաստ լինելու զոհաբերության մակարդակի ու չափի մեջ է։ Այստեղ մարդիկ չեն վախենում աշխատանք կորցնել, պաշտոն կորցնել, ազատություն կորցնել։ Հիմա ամենախառոշիները այստեղ են հավաքված, այդ կաբինետներում նստած այդպես մարդկանց վախեցնելով, տերորի ենթարկելով ձեզ լավ տղուտեղ չդնեք ու ընդհանրապես ձեզ մի քիչ զուսպ պահեք, որովհետև այս իշխանությունը հավերժ չի։ Գիտեմ, մի քանիսն էլ դրանցից կան 30 տարի իշխանություն են։ Այդ մեր պետության կառավարման որոշակի սխալներից է, որը կշտկվի այդ սխալը։ Հիմա ժողովուրդ ջան, ես ձեզ խնդրում եմ, չհանձնվել, չկոտրվել, չհիասթափվել։ Նժարին շատ մեծ բան է դրած, հայրենիք, եկեղեցի, հող, պետականություն ունենալ և մեր ժողովրդի, մեր հասարակության վախերն ու ահաբեկումը։ Ես ձեզ ասում եմ, վստահեցնում եմ, շատ ավելի վախենալու է հայրենիքի կորուստը, քան ազատության կորուստը, շատ ավելի վախենալու է կրոնի կորուստը, քան աշխատանքի կամ պաշտոնի կորուստը, շատ ավելի ծանր է ժողովրդի ազգային արժանապատվության կորուստը, քան ինչ-որ մարդկանց վատամարդ չդառնալու հանգամանքը։ Պետք է թոթափենք այդ վախը, թոթափենք այդ բեռը, այստեղ հավաքվածները դրա վառ վկայությունն եք։ Շատերն էլ հիմա մեզ հետևում են, ինչ-ինչ պատճառներով ներկա չեն այստեղ, թող նաև այսօրվա հրապարակի այս մարդկանց տեսնելով հասկանան, որ ոչ բանտը, ոչ ահաբեկումը, ոչ աշխատանքից ազատելու սպառնալիքները, ոչինչ չեն կանգնեցնում այս մարդկանց իրենց ժողովրդի, իրենց ազգի, իրենց հայրենիքի արժանապատվության դիրքերում կանգնելու համար։ Հիմա մենք ունենք ևս մեկ հանգրվան պայքարի, այդ հանգրվանը հունիսի 7-ին է
Եվ այդ հունիսի 7-ի հանգրվանում վստահ եմ, որ մենք միասին գնալու ենք քվեարկենք համար 17-ին։ Սիրելի հայրենակիցներ, պինդ եղեք, ուժեղ եղեք, ամուր եղեք, վճռական եղեք, մի վախեցեք, մի ընկճվեք, այդ աթոռի մեկ էլ գրպանի պարունակության հետևը պահկվածներին էլ ժամանակը գալու է ամեն մեկին իրանց տեղն ու դերում ցույց ենք տալիս, թե որտեղ պետք է լինեն, հանգիստ եղեք։ Շնորհակալություն ձեզ, հունիսի 7-ին համար 17-ին։